Շնորհակալություն Շնորհակալություն մեծարգո վարչապետ հարգելի կառավարություն հագործընկերներ ասում էին որ իլրում են այս ամենի 8 միլիոն տարեկան հարկ են վճարում նաև դաշնակցությունը որպես կուսակցություն հետևաբար անհամապատասխանության մասին է խոսքը շարունակելով դաշնակցություն կուսակցության թեման մեծարգո վարչապետ 3 Factor TV-ի Փաստեր ունեմ Փաշինյանը պետական դավաճանություն է իրականացրել եւ շարունակում է խորագրի ներքո մեր գործընկեր Արծվիկ Մինասյանը ձեզ մեղադրել է պետական դավաճանության մեջ ասել է որ դեռևս նա առաջին մարտն է որ 2021-22 թվականներին 18 էջանոց ապացույցներով այսպես գործ է ուղարկել դատախազություն առերևույթ պետական դավաճանության հատկանիշներով քրեական գործ հարուցելու համար Եվ ասել է, որ բնականաբար չի քննարկվում այդ ամենը, որովհետև իրավապահ մարմինները այդ բոլորը վախենում են, պատկանում են մեր իշխանությանը եւ այլն եւ այլն։ Ես այս ամենը Գիտեք, շատ հաճախ մտածում եմ արդյոք արժի այս ամեն ինչը պարզաբանել թե ոչ, բայց քանի որ հիբրիդային պատերազմի շրջանակներում ոչ միայն եթերում, այլև հասարակության տարբեր խավերի հետ քննարկումներում անընդհատ թեզեր են այսպես տարածվում եւ մենք չենք պարզաբանում, դրանք ի վերջո որոշակի վախ եւ տհաճ զգացողություններ են առաջացնում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մոտ։ Ես կխնդրեի, որպեսզի հնարավորության դեպքում, եթե հարկ կհամարեք, պարոն Մինասյանի այս հայտարարությանը փորձենք արձագանքել եւ փորձենք հասկանալ ինչպես կարելի է նաեւ պայքարել մեր դեմ հիբրիդային պատերազմ սկսած այսպես ասած ընդդիմության դեմ շնորհակալություն։ Հարցին կպատասխանի վարչապետ Նիկոլ Փաշինյան։ Շնորհակալ եմ հարցի համար, Տիկին Բադալյան։ Մարտ 18 էջանոց, 18 էջանոց փաստեր ունենա ու ուղարկի դատախազությանը, որը ինքը չի վստահում, այս ամբիոնից ինչքան գիտեմ, մի քանի անգամ ասել է, ու չհրապարակի հանրության համար։ Դատախազություն ուղարկել են լավ են արել, բայց դա պետք է հանրությանը ներկայացնել, հանրային ճնշում, բայց այդ էլի իմ պատասխանի շարունակությունն է։ Բայց տենց փաստ ունենա քաղաքական ուժը եւ գա խորհրդանում նստի երկու հատ սութի հաստատ թողի կեսից փախնի։ Հիմա իրանք պետք է բան անեն, եթե դա հասկանում եք օբյեկտիվ իրականություն, եթե իրանք այդպիսի փաստ կա եւ ապացույց կա Եվ հիմա իրանք իրանք բոլոր 74 գույքը չեն վաճառել, որպեսզի այդ ներդնեն հայրենիքի փրկության մեջ, ուրեմն իրանք դավաճան են։ Հիմա իրանք գնում են իրանք տաներում քնում են, գալիս են ստեղ, ինչքան էլ նեղվեք, գնում են մի երկու սութի հարցել, բանում են տալիս, եվրոպական, չգիտեմ, հարթակներում են տալիս, բա մարդ այդքան, բա հրապարակ, բա ժողովրդի բանը հրապարակեն, եթե տենց բան լինի ժողովուրդը կարա հանգիստ քնի, չի կարա, բայց իրանք բա ինչով են զբաղված, բա թող հրապարակեն եւ եթե դատախազություն ուղարկել է տենց բան, թող հրապարակի, որի արդյունքում քրեական օրենսգրքում ուրիշ հոդված էլ կա, սուտ մատնության մասին էլ հոդված կա, թող հրապարակեն, ես ճիշտն ասած չգիտեի որ տենց բան կա, ես ինքս Ես էլ կդիմեմ ուրեմն դատախազություն եւ նախ կպահանջեմ որ հրապարակվի այդ փաստերը եւ եթե այդ փաստերը չհիմնավորվեց բա ինչ անենք պետք է սուտ մատնության համար դատվի ինչի՞ չէ Էլ եմ ասում իսկ դա հրապարակված է այդ 18 էջը թե չէ բա տենց հասկանում եք լսեք 18 էջ փաստ ունի մարդը, ուղարկում է այն դատախազություն, որին ինքը չի վստահում, իրանք չեն վստահում, իրանք հրապարակային, դատաիրավական համակարգին չեն վստահում, ուղարկում է դատախազություն, բայց հանրությանը, որ ամեն օր ասում են սիրելի հայրենակիցներ, սիրելի հայրենակիցներից գաղտնի են պահում, բա հրապարակեք, որովհետև սիրելի հայրենակիցներից ավելի մեծ դատախազություն, ավելի մեծ դատարան, ավելի մեծ իրավապահ, ավելի մեծ արդար դատավոր գոյություն չունի Հրապարակեք թող ժողովուրդը դատեն, ինչի չեն հրապարակում։ Հա? Քննվել է դատարանում, որ դատարանում, ժողովրդական թե չէ, բայց
Այսինքն եթե ժողովրդին հայտնի է դա, ուրեմն ժողովրդին հայտնի է եւ ժողովուրդն էլ երբ միջազգային ընտրություններից առաջ է քննվել թե հետո։ Դե ինչ ասեմ։ Արձագանք ունեք համաձայն։ Հա, իդեպ մոռացա ասել, հիմա ասեմ, որ հենց Արծվիկ Մինասյանը այդ նույն հարցազրույցում, իդեպ 3 ընդհանրապես տեղի ունեցել այդ հարցազրույցը, ասում է, որ դուք իրավունք չունեք քողարկելու ձեր գործողությունները եւ դուք ինքներդ պիտի դիմեիք իրավապահ մարմիններին եւ հորդորեիք քննել ձեզ։ Ես հիմա դիմում եմ։ Դուք ասացիք, այո, հենց նոր դուք դիմեցիք, որովհետեւ քանի դեռ դուք դա չեք անում, դավաճանությունը օր-օրի ավելի այսպես շատանում է։ Պարոն վարչապետ, իհարկե մենք բոլորս հասկանում ենք եւ ես հուսով եմ, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին եւս հասկանում է այս ամբողջ մանիպուլատիվ գործողությունները, որտեղ նույն տարբերակով իրենք նույն հարցազրույցներում եւ ամբիոնից ասում են, որ 004 բարբերականը իրենց դաշնակցության շրջաբերականը ներողություն դաշնակցություն կուսակցության սիվիկի պատվալներում է ստեղծվել, խեղաթյուրվել է եւ այլն։ Ես միանալով ձեզ կխնդրեի, որպեսի դա եւս հրապարակեին, որպեսի ժողովուրդը հասկանար, որ որևէ բան կամ խեղաթյուրված է կամ խեղաթյուրված չէ։ Այսինքն գաղտնի պահել ամեն ինչ եւ մանիպուլացնել ժողովրդին, սա մի իրավիճակ է, որը հիբրիդային պատերազմի շրջանակներում կուլմինացիային հասնելու է 2026 թվականին եւ մենք բոլորս պիտի պատրաստ լինենք։ Բայց շատ կարճ հարց եմ ուզում մի հատ էլ տալ, եթե թույլ կտաք, շատ կարճ։ Խնդրում եմ 1 րոպե։ Չէ, 1 րոպե չէ կարճ։ Ուրեմն 3 ԵԽԽՎ նիստում, երբ օգտագործվեց Զանգեզուրի միջանցք արտահայտությունը, կրկին հանրության մեջ 2 թեզ է պտտվում, որ պատվիրատուն մի հատվածը կարծում է, որ Ադրբեջանն է, եւ մի հատվածը կարծում է, որ մեր ընդդիմության խորհրդարանական կամ արտախորհրդարանական նույնիսկ անուններ են հնչում, որ կապի մեջ են տվյալ պատգամավորի հետ եւ համենայն դեպս նրանց ցանկությամբ է Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ այդ ամբողջ հարցը հնչել եւ նաեւ որոշակի դիտարկումներ արվել։ Ես ուզում եմ խնդրել ձեզ մեր հասարակությանը կամ կոչով դիմել կամ բացատրել ինչպես կարող ենք մենք պաշտպանվել այս կեղծ թեզերից եւ նաեւ այս կեղծ մանիպուլատիվ դավադրական գործողություններից, որոնք որ վնասում են Հայաստանի Հանրապետությանը։ Շնորհակալություն։ Առաջինը, գիտեք, ես ուզում եմ վերադառնամ 2020 եւ 2021 թիվ։ 2021 թվին ես հրաժարական եմ տվել, մենք բոլորս հրաժարական ենք տվել, եւ 2021 թվին ես գնացել եմ նախընտրական արշավների, ասել եմ հետեւյալը, ի հեճուկս շատ կողմնակիցներ շատ դժգոհ էին, որ ես այդպես էի ասում, բայց ես այդպես էի ասում։ Ասում եմ, եթե ժողովուրդը որոշի, որ ես պետքա գնդակահարության պատի տակ կանգնեմ, ես խոնարհաբար կկանգնեմ։ Այդ որ ասում են դատ, ամենաարդար դատավորը դատել է, ամենաարդար դատավորը ժողովուրդը դատել է, եւ ամենաարդար դատավորը էլի է դատելու։ Ես դրանում ոչ մի կասկած չունեմ, որ անդադ ասում են հիբրիդային, չգիտեմ, հարձակում եւ այլն, կներեք, ես այդ ամեն ինչին անլուրջ եմ վերաբերվում, որովհետեւ մեր դեմ ավելի ուժեղ հիբրիդային հարձակում, որ մեր դեմ եղել է 2020-21 թվին, տենց հիբրիդային հարձակում ուղղակի հնարավոր չի։ Սկսած պապիս դարձրել էին բանի, երկրորդ համաշխարհային պատերազմի դավաճան։ Պատկերացնում եք, պապիս միջազգայինորեն ոչ միայն Հայաստանում, տենց կամպանիա են արել, որ իմ պապը երկրորդ համաշխարհային պատերազմում բանա նացիստների հետ համագործակցել է, դավաճանա, էսա, այնա։ Ավելի մեծ հիբրիդային բան հնարավոր չի անել։ Այն ինչ որ առաջիկայում լինելու է կամ այսօր կա, դա ընդամենը տենց բան է, հիբրիդայինի դեսերտ է, որը մեզ ընդհանրապես քաղաքականության մեջ կա մի երկու բան, կա գաղափար, համոզմունք եւ երկխոսություն։ Եղավ այդ երկխոսությունը, ով ամբողջ աշխարհն է կանգնի, ոչ մեկ ոչ մի հարց չի կարողանալու լուծել։ Այս առաջինը։ Երկրորդ իմաստով ելի եմ ասում, որն է իմ ընկալումը։ Մանավանդ միջազգային անցյալներում ելույթներից հետո իմ ընկալումը այն է, երբ որ Ադրբեջանը ասում է Զանգեզուրի միջանցք, իրանք նկատի ունեն Հորադիս Զանգելան ճանապարհը։ Ուզում են ասեն Զանգեզուրի միջանցք, թող ասեն Զանգեզուրի միջանցք։ Ես ասում եմ Հայաստանի Հանրապետությունում չկա տենց բան եւ կարող եմ ապացուցել ոչ միայն իմ, այլև Ադրբեջանի նախագահի ստորագրությամբ։
Հորադիս Զանգելան ճանապարհ, Զանգելանի միջանցք, Զանգեզուրի միջանցք։ Հա կարող են ասեն դա միջանցքա, որը տանում է դեպի Զանգեզուր։ Okay, ասում են թող ասեն։ Բայց Հայաստանի մասին չի դա։ Հայաստանի մասին չի։ Հետևաբար ես որ ասում եք ոնց ինչ կոչ կանեմ, ես այդ կոչն եմ անում, որովհետև այդ երկու ելույթը եւ արձագանքները վերլուծելով ես հասկացա, որ խոսքը Հորադիս Զանգելան ճանապարհի մասին է։ Անուն են ուզում դնեն։ Այդտեղ մենք պետք է հարց տանք, մենք դա մեզ հուզում է։ 1000 ներողություն կարող է որոշեն անուն դնեն 1000 ներողություն, Աստված հոգին լուսավորի Ալբերտ Էյնշտեյն։ Հա թող դնեն։ Դա մեր ինքնիշխան տարածքի հետ ոչ մի կապ չունի։ Ես թուղթ ունեմ ստորագրված։ Հրապարակային այդ թուղթը, թղթեր ունեմ ստորագրված։ Մեր երկրի տարածքում կա թրիպ ուղի եւ մեր երկրի տարածքում կա խաղաղության խաչմերուկ։ Հիմա կարան ասեն, բա խաղաղության խաչմերուկը ինչի Ադրբեջանի հետ համաձայնեցված է, կներեք մենք մեր երկրի տարածքում նախագիծ ունենալու համար որևէ մեկի հետ պետքա չհամաձայնեցնենք։ Էլ չեմ ասում, որ մենք Ամերիկայի Միացյալ Նահանգների ու Չինաստանի հետ ունենք ռազմավարական փաստաթուղթ, որտեղ մեր խաղաղության խաչմերուկը մեր ինքնիշխան ճանաչվել է։ Բայց էլ եմ ասում, եթե նույնիսկ այս երկու թղթերը էլի թղթեր կան, մենք մեր երկրի տարածքում որևէ մեկի հետ համաձայնեցնելու իր կարիք չունենք, թե անունը ինչ դնենք։ Իսկ համաձայնեցված անունը Թրիպ ուղին է, Թրամփի ուղի, հանուն միջազգային, խաղաղության եւ բարեկեցության։ Հիմա այս բոլոր բաներից, ելույթներից, քննարկումներից, ամեն ինչից հետո ասում եմ, Զանգեզուրի միջանցքը Հորադիս Զանգելան ճանապարհն է, որը կարա ձգվի մինչև Հայաստանի հետ սահմանի անցագրային կետ, սահմանային կետ, չհասած Հայաստանի սահման։ Զանգեզուրի միջանցքա, իրանց երկրի տարածքում անուն ինչ ուզում են դնել, մեր երկրի տարածքում անուն մենակ կարող ենք մենք որոշել կամ մեր համաձայնությամբ որոշել։ Մենք որոշել ենք A խաղաղության խաչմերուկ, մեր համաձայնությամբ որոշվել է Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության եւ բարեկեցության։ Կարճ թրիպ ուղի եւ խաղաղության խաչմերուկ։ Սրանից հետո ինչքան ասեն Զանգեզուրի խաչմերուկ, ուրեմն իմացեք դա մեր երկրի Զանգեզուրի միջանցք իմացեք դա Հայաստանի Հանրապետության մասին չի։ Դա իրանք երկրի տարածքում ինչ անուն ուզում են թող դնեն։ Ես որևէ խնդիր չունեմ։ Դա մեր երկրի մասին չի։ Հետևաբար այդ թեման եկեք համարենք փակված։ Ոնց որ մարդիկ ասում են, որ ասում են Բաքու, մենք նեղվում ենք դրանից, չենք նեղվում։ Նույնն է Զանգեզուրի խաչմերուկ են ասում, Հորադիս Զանգելան երկար է, ասում են Զանգեզուրի միջանցք, թող ասեն Զանգեզուրի միջանցք։ Մենք խնդիր չունենք։ Շնորհակալություն։